Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տոնական տրամադրություն էր, մեծ ու փոքր հավաքվել էին նշելու հայոց բանակի կազմավորման 23-ամյակը, ամեն ուր իշխում էր ժպիտն ու ծափը, իսկ մթնոլորտը լեցուն էր հայրենասիրության եւ հպարտության ոգով, որի ակունքը հայոց բանակն էր իր քաջազուններով։ Կազմակերպված զինվորական շքերթին ներկա հյուրերը իրենց բարեմաղթանքները հղեցին եւ զինվորներին եւ ողջ հայ ժողովրդին։ Առանց ամուրտիկունք ունենալու հնարավոր չէ առաջի գծում պայքարել։ Սիրելի բալիկներ, դուք մեր որդիներն եք, ես ուզում եմ իդեմս ձեզ, մեր բոլոր զինվորներին մաղթել խաղաղ երկինք, երբևէ պատերազմելու անհրաժեշտություն չլինի, սակայն համոզված եղեք, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, մենք բոլորս ձեր թիկունքին կանգնած ենք եւ բոլորս պատրաստ ենք գալու եւ առաջին գծում ձեր հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը։ Շնորհավորում եմ բոլորիս մեր հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհավորում եմ բոլորիս մեր այս հրաշք տոնի կապակցությամբ եւ ցանկանում եմ կրկին անգամ ասել բոլորիս խաղաղ երկինք։ Հայոց բանակը մենք ենք բոլորս։ Շնորհավոր եմ բոլորիս 23-րդ տարեդարձի կապակցությամբ, բոլորիս տարեդարձն է այսօր։ Հայոց բանակը եղել է, կա լինելու է, որովհետև դադարում է այն արքանդը ապրելուց, որը որ չի ծնում։ Իսկ հայոց բանակը մանավանդ վերջի իրողությունների ժամանակ փաստեց, որ իր զորու է հերոս ծնելու։ Շնորհավորում բոլորիս, բոլորիս, միշտ հաղթական լինեք։ Թող Աստված օրհնի բոլորիս, հայ զինվորին եւ հայոց աշխարհին։ Հավատացած եղեք, որ բանակը ամուր է, հզոր է միմիայն ձեզանով։ Եթե իր ժողովուրդ չկանգնի բանակի կողքին, բանակը չի կարող գոյատևել։ Այդ իսկ պատճառով ոնց որ մինչև օրս եղել է ամուր սյուների, պարիսպների ժառերի նման միշտ եղեք բանակի կողքին եւ հավատացած եղեք, որ մեր հայոց բանակը անպարտ է ու հզոր։ Ոչ ոք չի կարող գուշակել, թե հերթական շանտը որ անկյունից է ճայթելու։ Ու մենք ճշտամուն պատասխանելու ենք ոչ թե պարապ ճշտամանքով, այլ խիզախորեն, ահեղ արժանապատվությամբ, կազմավորված իրական փաստ ու պարտություն դարձած ազգային բանակով։ Կցանկանայի, որ այս հանգամանքը բանակների համար հզոր հայկական բանակ ունենալու անհրաժեշտությամբ։ Առավել հաճելի է, երբ գիտակցում ես, որ զինվորն ես այն բանակի, որի վրա է նախ եւ առաջ դրված այդ ազատության ու անկախության պաշտպանման սուրբ պարտականությունը։ Հայ զինվորի կողմից հայրենիքին անձնազոհ ծառայության բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որոնք դրսևորվում են մարտական ծառայության վայրում ցուցաբերած խիզախությամբ ու քաջությամբ, բարձր զինվորական կարգապահությամբ, զենքին ու ռազմական տեխնիկային հմտորեն տիրապետմամբ, ռազմական գործի խորը իմացությամբ։ Այս գործերը մեր զինված ուժերում յուրաքանչյուրի ծառայության չափանիշն են դառնում, ինչը մեզ վստահություն է ներշնչում ասելու, որ հաջորդ սերնդին անպայման կփոխանցենք հզոր բանակ ունեցող անկախ ու ազատ հայրենիք։ Շքերթին հաջորդեց զինվորների ցուցադրական ելույթը, որը միտում ուներ ներկաներին կրկին հավաստելու, որ հայոց բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակի վրա է։ Տոնական միջոցառումներ կազմակերպվեցին նաև Գորիսի Զորամասում, ուր սպաներին ու զինվորներին նվերներ ու պատվոգրեր հանձնվեցին Սյունիքի մարզպետարանի եւ Գորիսի քաղաքապետարանի կողմից, իսկ բանակային կորպուսի կողմից պարգևատրվեցին Գորիսի քաղաքապետ Վաչագանադունցը եւ այլոք։ Արևիկ Աբելյան, Գորիսի լասթ հեռուստաընկերություն, լուրեր։